Վերդիկտը ինքնին արդեն հիմք է տալիս, որ բողոքը ներկայացնենք վերաքննիչ դատարան, ընդ որում բազմիցս նշել ենք, որ այնպիսի խախտումներ է դատարանը թույլ տվել, որ վերաքննիչ դատարանի համար պարտադիր է բեկանում անկախ ապացույցների ծավալը։ Այսինքն նույնիսկ վերաքննիչ դատարանը չպետք է նայի ապացույցներով հիմնավորվում է թե չէ, օրինակ ընդդատության կանոնների խախտումը ինքնին օրենքում ուղիղ գրած է պարտադիր բեկանման հիմքը հանդիսանում։ Մնացած խախտումները ևս, հետևաբար մենք այս հարցով միանշանակ ներկայացնելու ենք։ Բաժի մասում կտեսնենք ինչ է որոշում, նաև այդ մասով բնականաբար, եթե հանկարծ նշանակի այնպիսի պատիվ, որը օրինակ մենք տեսնում ենք դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս։ Գիտեք, իրականում բացառիկ բան է տեղի ունենում։ Առաջին անգամ միջին ծանոթության հանցանք կատարած անձին ազատազրկում միջնորդել է, այն դեպքում, երբ որ սանկցիան նախատեսում է 5 տարբեր տեսակի պատիժներ, այդ թվում տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը որ ազատազրկման հետ կապ չունի, այսինքն որոշակի ժամերի սահմանափակումը տանից դուրս գալու, եւ արդեն կարճաժամկետ մինչեւ 2 ամիս էր նախատեսում ազատազրկում եւ ընդհանրապես 2-ից 5 տարի։ Օրենքի ուղիղ պահանջը այնպիսին է, որ ասում է յուրաքանչյուր հաջորդ ավելի խիստը պետք է նշանակեք, եթե առավել նվազը չի կարող բաժի նպատակներ իրացնել։ Հիմա օրենսդիրը տեսել է, որ այս հանցագործության համար այս 5-ն է հավասարապես կարող են անձեպաճառ վարքագիծ ըստ էության ապահովել եւ բաժի նպատակները իրացնել։ Հիմա ասում է դու նայ տես օրինակ ծանրացնող հանգամանքներ եւ այլն, ինչ կա, օրինակ պատկերացրեք անձը 3 անգամ ազատազրկում է կրել ինչ որ հանցագործությունների համար դատվարձություն ունի, իր նկատմամբ օրինակ դու ավելի խիստ նշանակի, քան տուգանքը։ Եթե անձին մի քանի անգամ ազատազրկում ա եղել, չի եղել նոր պատիժը իրացնել նպատակները, օրինակ հիմա ոնց տուգանք տա։ Այս դեպքերի համար օրենքը նախատեսել կարող է օրինակ համար ազատազրկում տալ, բայց նաև հատուկ նորմով նախատեսել է, որ ազատազրկումը բացառիկ, եթե օրինակ մյուս պատիժները կիմանավորես, որ չի կարող նպատակը ապահովել։ Պատահական չէ, որ մենք ինչ արեցինք։ Մենք ներկայացրեցինք օրինակ երևի թե միակն է, դա կամ առնվազն 2018 թվականից հետո Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործը, որտեղ նույն հոդվածով անձին մեղադրում էինք եւ ընդ որում նորից առաջին անգամ միջին ծանրություն, որևէ ծանրացնող հանգամանք չկա, բազմաթիվ պատիժների մեջից դատանը այն ժամանակ տուգանք է նշանակել 400,000 դրամ։ Բայց այն ժամանակ օրինակ կարճաժամկետ ազատազրկումը չկար, ազատության սահմանափակումը չկա, ըստ ավելի մեծացել է ծավալը։ Հիմա այդ ինչից որոշեց դատախազը, որ պետք է գա հատկապես ազատազրկում մի հատ 2.5 տարի։ Ականետ չի, որ սա նորից քաղաքական էս բնույթի հետապնդման շարունակությունն է, սա կոնկրետ հանձնարարություն է։